Ուրեմն ինչն է հետաքրքիր, ինչ զբաղմունքների տեր էին Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջի կեսին Միջագետքում բնակություն հաստատած մեր նախնիները 5 զբաղմունք գտա։ Ուրեմն դպիրներ եւ դպրապետեր, որ շատ ունիկալ տեղեկություն է։ Միջագետքում, գիտեք ոնց, սա կարևոր մի բան է նշանակում, այն որ Արատտայի եւ Շումերի միջև տեղի էին ունենում գրագրություն եւ Արատտայի տիրակալը գրում էր պատկերագրերով, Շումերի տիրակալը սեպագրով, այն ներկարը սա մենք գիտենք։ Բայց որ Հայաստանից գնում են Միջագետ եւ իրենք դպրապետեր են լինում, այսինքն սա նշանակում է, որ իրենք պետք է դպրության կրողներ որպես գնացած լինեն եւ տարածողներ այնտեղ։ Ուրեմն սա մեկ ոլորտ, դպիրներ եւ դպրապետեր։ Մյուսը դարբիններ, մետաղագործություն։ Երրորդը, ես հերթականությունը պայմանական եմ ասում, հացթուխներ եւ հացթուխապետեր։ Այդ հատուկ պետերը աղբյուրներում են գծվում, ես չեմ ասում։ Սա շատ կարևոր է, որովհետեւ հացահատիկային մշակության, այդ կուլտուրայի հայրենիքը, որ բազմաթիվ օտար հեղինակներ հայտնի Վավիլով եւ ուրիշներ, որ ցորենի եւ բազմաթիվ հացաբույսերի հայրենիքը հայկական լեռնաշխարհն էր, փաստորեն այստեղ մենք տեսնում ենք մեկ ուրիշ բան, բացի հայրենիքը, բացի տարածման կենտրոն լինելը, նաեւ մշակման, հացագործության, այսպես որպես հեղինակներ, տարածողներ Հայաստանից գնացել են Միջագետ։ Այնուհետև մենք ունենք ճարտարապետներ, շինարարներ, դա գիտենք նաև Արատտայից, հենց Արատտայի մասին այդ բնագրերում հենց սկզբից դիմում են, որ Արատտայից չեն գալիս վարպետները, դրա համար Ուրուկում ճաքճքել են պատերը, Շումերում ճաքճքել են, հնացել են շենքերը եւ ի վերջո գալիս են համաձայնության, որ կուղարկեն Շումերից SSS ապրանքները, դրա փոխարեն մերոնք համաձայնում են գնալ այնտեղ վերակառուցել նրանց տաճարները։ Այսինքն ճարտարապետություն եւ այգեպաններ, այգեգործություն, որ այնտեղ խաղողագործություն, գինեգործություն եւ այլն դրանից արտանցող բաներ։ Խոսում ենք քաղաքակրթություն։ Քաղաքակրթական հիմնական ինչի վրա եմ սրա վրա այսպես շատ ճիշտ ասած ոգևորված այդ նյութից, այն որ Հայաստանում դա կա, այդ մենք գիտենք, բայց այն որ տարել են Միջագետ եւ այնտեղ դպրապետեր եւ հացթուխապետեր եւ դարբիններ են եւ ճարտարապետներ են եղել ներում։ Գիտեինք, բայց ապացույցները չունեին։ Սա արձանագրված է նրանց կողմից։ Հիմա դու արձանագրությունը կարողանում ես։ Հիմա այդ արձանագրություն, ընդ որում արձանագրությունները ասեն, որ բավական վաղուց են հրատարակվել։ Եվ դրանք հավաքված չէին, համակարգված չէին, ասենք դեռ 40-ական թվականներին հրատարակված։ Այդ բան էլ կա, որ դու կոնցեպցիան ուրիշ էր։ Դա չէր համարվում, որ դա կարող է հայկական լինել։ Հա, բազմաթիվ այդ տիպի բաներ ունենք, որ ասենք որևէ հեղինակ նայում է, ասում է, այ կա, ասենք Արմանի երկիրը, որ հայկական լեռնաշխարհի սահմաններում է կարծես թե կամ հարավային փեշերին է, բայց դա կապ չունի մեր հետ, որովհետև հայերը, ասենք, ներգաղթել են 12-րդ դարում կամ 7-րդ դարում Քրիստոսից առաջ, այսպես միանգամից կտրվում էր։ Ընդ որում շատ նշանավոր գիտնականներ ունենք, որ այդ տիպի վրիպումների են գնացել։ Դրա համար եմ ասում, հայագիտություն նորից պետք է գրել։ Գոնե սրբագրել։ Ուրեմն այ շատ կարևոր բան է եւ հենց այս նյութի մասին մանրամասներ կուզենայի այդ գիտաժողովին կարդալ։ Իսկ դրանից բացի, երբ որ մենք նայում ենք, ուրեմն ունենք 28-րդ դարից սկսած կայացած պետականություն, որը թեոկրատական, այսպես կրոնապետական կամ աստվածապետական կարգով պետություններ, եւ շատ հետաքրքիր է, որ իր զարգացումները, ասենք, քրմապետ արքայինքից գործում է հավաքների ժողով, բարձրագույն խորհրդակցական ժողով։ Նայում ենք հետագա Հայաստանում դա աշխարհաժողովն է։ Կառավարիչը կա, արքայի կառավարիչը, որը հետագա Հայաստանի հազարապետն է, այսօրվա վարչապետն է, հարկահաններ, չգիտեմ, վերակացուներ եւ այլն եւ այլն։ Այս ամբողջ համակարգը ռազմական նախարար կա, այսինքն ռազմական նախարար պայմանականորեն ասենք, հա։ Շատ հետաքրքիր տեղեկություններ կան, ասենք Քրիստոսից առաջ 21-րդ դար։ Միջագետքի շուրգի արքան երրորդ հազարամյակի երկրորդի սկիզբ։ Չէ, երրորդի վերջ, երկրորդ չեմ, 21։ Ուրեմն Միջագետքի շուրգի արքան Հայաստանը ուղարկում իր իշխաններից մեկին, որը հյուսիսային նահանգի կառավարիչն է, որ գնա ուսումնասիրի հետաքրքիր հետախույզ է ուղարկում Հայաստան, որում կառավարական մակարդակի դեսպան։
Եվ ասում են նրանց ավակներից իմացիր նրանց խոսքը, որ հանկարծ չլինի կրկնվի այն ինչ որ եղավ, խոսքը կուտիական աշխարհակալության մասին է, որովհետև նոր էին դեռ զարթնել դրանից, եւ ավակների ժողովը տեսնում ենք էլի կա եւ պետք էր ավակների ժողովից ինչ որ մարդկանց այսպես կարողանալ կաշառել, նրանց խոսքը իմանալ, լրիվ հակառակն եղավ, պահպանվել է պատասխան նամակը, շատ հետաքրքիր է, գնում է ասում է ինձ ընդունեցին արշավանքների տանը, այսօրվա տերմինով ասած գլխավոր շտաբում երկրի, այսինքն մենք այստեղ ունենում ենք նաև տեղեկություն, բացի որ արքայական պալատը կար, տաճարները կային, կա գլխավոր շտաբ եւ դա հատուկ եւ հետաքրքիր ինչ է նկարագրությունը կա, ասում են ներսը զարդարված էին ոսկե եւ արծաթե զենքերի տեսակներով, նիզակներ եւ այլն, վահաններ եւ այլն։ Դա մենք տեսնում ենք Վանի թագավորության շրջանից ինչ որ ունենք տեղումներից գտնված, որ պալատները, տաճարները ներսից զարդարվում էին այդպես թանկարժեք մետաղներից, քարերից պատրաստված զինատեսակներով։ Օրինակ, կարծում եմ բոլորս գոնե գրքերում նկարները տեսել ենք, իսկ թանգարաններում նաև հենց բնօրինակները, վահան է, որը մարդուց շատ ավելի մեծ է։ Հասկանալիորեն դա կիրառական չէ, որովհետև վահանը մի բան է, որ պիտի հագցնես ձեռքիդ կարողանաս շարժել։ Եվ դրանք գեղեցիկ են խոյերի, առյուծների, ցլերի, այսպես պատկերաքանդակներով, որոնք արվել են պալատների ներսը զարդարելու եւ տեսնում ենք Քրիստոսից առաջ 21-րդ դար եւ 9-ից 7-րդ դարեր։ Այսինքն մոտ 12-14 հարյուրամյակի հեռավորությամբ ավանդույթները շարունակվում են։ Եվ հետաքրքիր ուրիշ մանրամասներ կան, որ օրինակ դիվանագիտական էթիկայի մասին մի շատ նուրբ գեղեցիկ տեղեկություն կա։ Ընդունում են հակառակորդ երկրի դեսպանին։ Ասում է դեսպանն ասում է ես մտա եւ տեսա որ նրանց արքան նստած է ոսկե գահի վրա, ոտքերը դրած ոսկե աթոռակին եւ ասում է ինձ եւս առաջարկեցին ոսկե աթոռ։ Շատ հետաքրքիր ու նուրբ բան է, այսինքն եթե դու անգամ թշնամի երկրի դեսպան ես, բայց արժանացել ես մեր արքայի տեսությանը, սա դիվանագիտական էթիկա է, իրեն առաջարկում է ոսկե աթոռ։ Եվ այնտեղ էլի մանրամասներ, ասենք զորքի թվի մասին մի անուղղակի տեղեկություն կա, ասում է նրա կողքը կանգնած էին իր զորավարները, որոնցից ամեն մեկը 5000 զինվորի հրամանատար էր։ Երկուսն են հոգնակի թվով է, այսինքն եթե ամեն կողմ գոնե 2 հոգի լինեին, դա 20000-անոց բանակ էր ենթադրում։ Դեպի մենք ունենք ուրիշ տեղեկություն, որ 17 երկրների դաշինքը, որ ստեղծվել էր հայկական լեռնաշխարհի եւ որոշ հարևան տարածքների, Նարամսուենի դեմ 90000-անոց բանակ հավաքվեց, որը կործանեց Միջագետքյան այդ բռնակալին, որ պատմության մեջ գիտենք առաջի մահկանացուն էր, որ իրեն Աստված հռչակեց, բռնացավ շումերների հավատքի վրա եւ նրանք դիմեցին մեր լեռնաշխարհին եւ փաստորեն հենց մերոնք են որ կործանեցին այդ Միջագետքյան բռնակալին։ Մեր էպոսի